Եսա մտնեմ դուր։ Տեսած Մաջան Երջանկության տիեզերքի 7 հրաշալիքներ։ Ես էլ մեր նախարարին կրթության գիտության։ Երեխաներ, բարև ձեզ։ Լավ եք։ Երբ ոնց եք մանկապարտեզ գալիս բա։ Երբ ոնց եք մանկապարտեզ գալիս։ Անսանում եք։ 55 սան ունենք, պարոն վարչապետ։ Լիցենզիայի հնարավորությունը 55-ն է, 21-ը հերթում հետագայած սպասում ենք։ Էլեկտրոնային հավաքով հետագայած է։ Բարև ձեզ երեխաներ։ Ոնց եք։ Լավ եք։ Շատ բարև ձեզ, բարև ձեզ։ Ինչքան եք ստացել մանկապարտեզի համար։ Ինչքան եք 273 միլիոն։ Պատասխան չի մնա։ Ուրեմն ես բնակավարի բանջարի ղեկավարն եմ։ Մենք հանդիպել ենք 24 թվականի հոկտեմբերի 18-ին եւ բարձրացրել ենք մեր Գյումրի հիմնախնդիրները։ 26 թվականին դպրոցը միանալու է երազգավորսին։ Դուք խոստացաք, որ մանկապարտեզը կառուցվելու է Գետքում։ 3 գյուղի մանկապարտեզ, Խարիջանյան, Գետ եւ Երազգավոր։ Հիմա այդ մանկապարտեզը տեղափոխվել է եւ պետք է կառուցվի Խարիջանյանում։ Գետքում չկա ոչ մի մշակութային կենտրոն, կրթական կենտրոն։ Նախատեսել ենք ստեղծենք 4 խմբանի մանկապարտեզ 3 բնակավայրի համար, Պարսկային զարգացման հիմնադրամով նախագիծը կար պատվիրված էր տեղակապն ու տնային կրթության գիտության նախարարության եզրակացության հիման վրա, որ Խարիջանյան բնակավայրի շահառու երեխաներն ավելի շատ է, նախատեսվեց մանկապարտեզը հիմնել Խարիջանյան բնակավայրում եւ համայնքը մի կիլոմետր եւ համայնքը տրանսպորտ տրամադրի են մնացած 2 բնակ, որովհետեւ 3 հատ չսարքենք, այն 2 բնակավայրից տեղափոխի այդ մի մանկապարտեզը։ Դուք ամբողջ բնակչությամբ իրեք հարցերը գրեք, ուղարկեք։ Պարոն վարչապետ։ Հասկանանք գազն է, ոռոգման ջուրն է, խմելու ջուրն է, մանկապարտեզն է։ Պարոն վարչապետ, իսկ հնարավոր չէ այդ ծրագիրը ոչ մարզպետարանում կա, ոչ գյուղապետարանում։ Գոնե ծրագիր կազմին աջակցություն են այդ։ Աջակցությունը հիմա ասվում է, որ զինվորականներ են, չէ՞։ 27 տարի։ Հիմա ծառայում են։ Երկուսն էլ։ Հիմա դրա համար էլ ատեստավորման ծրագիր են կարել, որ աշխատավարձը միջև կրկնապատկել։ Դա աջակցության ծրագիր է, թե աջակցության ծրագիր չի։ Սոցիալական տարբեր ծրագրեր կան, ընտանիքի անդամների առողջապահության ապահովագրության հարց կա, հիմա հիպոթեկային ծրագիր են կանում եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ մենք իրար ճիշտ հասկանանք։ Մարդը սովորական պայմաններում, երբ որ պետությունը պարտավորություն չունի եւ կոնկրետ խմբի, սոցիալական խմբի ներկայացուցիչ չի, ինքը ո՞նց է տուն ունենում, ո՞նց է տուն ունենում։ Ձեր մեկն է աշխատում, ներողություն, աշխատում է, ստեղծում է, տուն է ունենում, ո՞նց են տուն ունենում, տենց են տուն ունենում, ժողովուրդ ջան։ Հիպոթեք են վերցնում, մի քիչ աշխատում են, փակում են, էլ եմ ասում, եթե պետությունը չունի պարտավորություն, եթե հատուկ սոցիալական խմբերի անդամներ չեն, եթե հատուկ ինչ-որ դեպք չի, որը կառավարությունը հիմա այո, սահմանամերձ գյուղերում, որտեղ մենք խնդիր ունենք, մենք աջակցում ենք այդ 16 միլիոնի ծրագրերը ըստ ամենայնի կշարունակենք, բայց դա ուրիշ կատեգորիայի գյուղերի մասին է։ Մնացած մասով եկեք մտածենք, ինչ անենք, որ ձեզ օգնենք, որ ձեր եկամուտները ավելանան։ Բարով օգտագործեք մանկապարտեզը, ժողովուրդ ջան։ Մնացեք եկան հարցիպել, Հա, երեխեք, գնացեք բանջարողին ցույց տվեք։ Ով է եկանը։ Դա բայանդուր երեխեք ես ինչ կազմակերպված են, սեն շատ, կարկապա, երբով, շատ ապրեք, շատ, համեստ, վերցրին կոլորդ երեխեք, այ շատ ապրեք, երեխեք ջան, շատ ապրեք։